Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքը ղեկավար կընտրի։ Այդ ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ։ Այդ քաղաքական ուժերն այս օրերին իրականացնում են ակտիվ քարոզարշավ, փորձելով ներկայացնել իրենց ծրագրերը եւ այդ կերպ արժանանալ ընտրողների վստահությանը։ Այդ ուժերից մեկն էլ Ժառանգություն կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածու Արկադի Փաթյանին եւ նախընտրական շտաբի ղեկավար Գուրգեն Գրիգորյանին այսօր հյուրընկալել ենք մեր տաղավարում։ Պարոնայք, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Արդեն շուրջ 2 շաբաթ է ըստ էության, ինչ վաղարշաբաթում ակտիվ նախընտրական քարոզարշավ է իրականացվում։ Ինչպես կգնահատեք քարոզարշավի ընթացքը մինչ այս պահը։ Քարոզարշավը ընթանում է շատ լավ, առանց խոչընդոտների, դժգոհություններ չունենք, միակ դժգոհությունները քաղաքացիական պայմանագրի լծակներն են, որոնք իրենք օգտագործում են, կոնկրետ կապված պաստառների հետ, բայց խոչընդոտներ դեռ չենք հանդիպել, հուսանք չենք հանդիպելու խոչընդոտների ընդհանուր շատ նորմալ անցնում։ Այսինքն ինչպես են դրսևորվում այդ խոչընդոտները։ Եթե թույլ տաք, ասեմ ձեզ, ուղղակի դեռևս քարոզարշավը չսկսած նախորդ օրվա համար, դրանից առաջ արդեն պատրաստում էին պաստառների տեղերը, դրանից հետո սկսեցին այդ գովազդային վահանակների վրա ամբողջությամբ տեղադրվել քաղաքացիական պայմանագիր, կուսակցության այդ քարոզարշավի նկարները, լոզունգները եւ ամենաամբողջ խոշորացված համայնքը ամբողջությամբ գտնվում է այդ նկարների, այսպես ասած, ազդեցության տակ։ Սակայն ես համարում եմ, որ դա էական ազդեցություն չի ունենալու ընտրության արդյունքների վրա։ Դա նախորդ ընտրություններում կարող էր իր նշանակությունն ունենալ, բայց այս ընտրություններում, այս քանի օր արված ընտրություններում մի եզրահանգման եմ եկել, մենք որ դա ազդեցություն չունենալու։ Ինչ է փոխվել նախորդ ընտրությունների համեմատ։ Համեմատ ժողովուրդը շատ ժողովուրդ դառել են ավելի խոհեմ, ավելի մտահոգ եւ միայն այն քաղաքացիական պայմանագրի այն լոզունգները, որ եկել ենք ձեզ ազատագրելու եւ ձեր համար ասֆալտ ենք արել ու դպրոց մանկապարտեզ ենք սարքում, այդ միտքը ժողովրդին չի բավարարում, ընթացքում եթե հարց լինի պարզաբանելու, պարզաբանենք ինչ է։ Իսկ դուք ձեր այդ մտահոգությունները ներկայացրել եք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետև որպես քաղաքական ուժ դուք եթե տեսել եք, որ կան խնդիրներ, ապա կարող եք ներկայացնել դրան հետևանքներ համապատասխան տրվելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է, նրանք էլ դիտորդական առաքելություն իրականացնում են իրենց ուժերի միջոցով, բնականաբար տեղյակ են, տեսնում են, իրենք էլ շատ լավ տեսնում են ինչ է կատարվում, բայց ինչպես ասեց պարոն Գրիգորյանը, ժողովուրդը արդեն եւ դրան էլ ուշադրություն չի դարձնում նույնիսկ, որտեղ արդեն բոլորը իրենց ընտրությունը կատարել են եւ հոգնել են նմանատիպ գործունեություններից։ Պարոն Փաթյան, դուք զինվորական լինելով ինչու որոշեցիք առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, Պահեստազորի զինվորական եք։ Այո, Պահեստազորի զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ եմ, 20 տարի ծառայել եմ հայրենիքիս, այս անգամ որոշեցի անմասն չմնալ եւ ծառայել վաղարշաբաթ համայնքին, ինչպես ծառայել եմ հայրենիքին որպես զինվորական, այս պահին չուզեցի ուղղակի անմասն մնամ եւ ծառայեմ վաղարշաբաթ խոշորացված համայնքին, տեսնելով այս բացասական ազդեցությունը, որը ժողովրդի մեջ է արդեն։ Այսինքն այն փոփոխությունները, որ եթե կան վաղարշաբաթում, չէր բավականացնում ձեզ եւ դրա համար էլ դուք մտաք ընտրապայքարի մեջ։ Ոչ միայն դրա համար, նպատակն է նաեւ նշեմ նաեւ, որ նպատակն է այ անընդունելի եկեղեցու վրա հարձակումները, մենք ամբողջ կյանքում հայ ազգը իր միտքը, իր զարգացումը կառուցել է հայոց եկեղեցու ֆոնին, բայց այսօր եկեղեցու վրա հարձակվում են։ Ես ինչպես նշեցի զինվորական լինելով, մասնակցել եմ 44 օրյա եւ 4 օրյա պատերազմներին եւ պայքարել ենք թշնամու դեմ, այսօր եկեղեցու վրա հարձակումը դա թշնամանք է։
Բայց որպես քաղաքապետ, եթե ընտրվեցիք, կարող եք որ լծակներ կան պայքարելու, որպես քաղաքապետ ինչպես պետք է, ինչպես եք ձեր պայքարը պատկերացնում այդտեղ։ Որպես քաղաքապետ պայքարը ընդհանուր է հայ ազգին հասցնել, որ հայոց եկեղեցին դա հայոց եկեղեցու վրա հարձակումը դա միջոց չէ, իսկ որպես քաղաքապետի տեխնացու, հա, հետագայում քաղաքապետի պաշտոնում լինելով նաև վաղարշապատցիներին ուղղորդել եւ թեպետ վաղարշապատցին լավ գիտակցում է, որ համայնքը եւ եկեղեցին իրար հետ անմիջական կապ ունեն։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, որպես նախընտրական շտաբի ղեկավար, որոնք են քարոզարշավի հիմնական ուղերձները ու կան նպատակային խմբեր, որոնք առանձնացրել եք, որ պետք է ձեր ուղերձները հենց նրանց հասնեն։ Այո, տեսեք, եթե թույլ տաք նաև եւ շարունակեմ, անմիջապես ձեր հարցը կապված է նաև պարոն Փաթյանի ներկայացած տեսակետները, թե ինչու էր առաջադրվել։ Մի քանի տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց միավորում է այս ուժը, պարոն Փաթյանի գլխավորությամբ, որը հստակ ունի ծրագիր, վերականգնելու առաջինը Վաղարշապատ համայնքի բնակչի համբավը, նրա կեցությունը եւ փոխել նրա մտածելակերպը։ Ասեմ ինչի համար։ Տեսեք, ամբողջ մենք լսում ենք քաղաքացիական պայմանագիրը ցույց է տալիս, ես չասեմ քաղաքացիական պայմանագիրը, չառանձնացնեմ մի տեսակետ ունեն։ Հները։ Մենք հներ չենք։ Նախ սկսենք դից, ոչ ներկա ենք, ոչ ինենք։ Եվ չենք առաջնորդվում ոչ մի տեղից։ Եվ ունենք հստակ տնտեսական ծրագիր, որը պետք է իրականացվի։ Եվ գտել ենք, որ նման ծրագրի իրականացումը դա այն է, ինչ պետք է Վաղարշապատ համայնքին եւ ոչ միայն Վաղարշապատ համայնքին, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությանը։ Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը միշտ ներկայացնում է մեկ բան. մանկապարտեզ սարքեցինք, ասֆալտ արեցինք։ Բայց երբ խորությամբ սկսում ես ուսումնասիրել, ինչ գին ունի այդ ասֆալտը եւ մանկապարտեզը, դպրոցը, արդեն պատկերացնում ես դա ամբողջությամբ այդ գործընթացը միտված է համայնքի բնակիչներին ունեզրկելուն։ Այ ես ուղղակի մոտավոր չէ, դե կոնկրետ թվերը գիտեմ, բայց ոչ անուն տալով թվերով ասեմ, որ Վաղարշապատ համայնքի բնակիչը պատկերացնի ինչ է կատարվում եւ դրանից հետո անցնեմ մեր տնտեսական ծրագրին, որը մշակել ենք պարոն Փաթյանի եւ մեր տնտեսագետների հետ խմբով։ Ասենք պաշտոնյան 2021 թվականին ուներում է 1 միլիոն դրամ գումար եւ մոտ 240,000 դրամ վարկ։ 23 թվականին նույն անձը ունենում է արդեն 9 միլիոն կարողանում է սպասարկել 9 միլիոն վարկ եւ ունենում է նորից նույն գումար։ Արդեն 2024 թվականին նույն պաշտոնյան ունենում է արդեն մոտ 40 միլիոն դրամ վարկ, մի քիչ ավել, մի քիչ պակաս եւ շրջանառություն 54 միլիոնի։ Դե ինձ պատասխանեք։ Որից եմ եկել, պաշտոնյա կարողանա ինձ պատասխանել, ոնց է ստացվում, որ անձը 21 թվականին կարողանում է դա սպասարկել, 24 թվականին արդեն դրա մոտ ինչքան տասնապատիկ, հա։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, ձեր ծրագիրը կոնկրետ դրույթային ինչ եք առաջարկում Վաղարշապատցիներին։ Ուսումնասիրելով այն ամենը ինչ կատարում է, հարկերը, բոլոր տեսակի турքերը, տեղական турքերը, ամեն ինչ թանկացվել է։ Ամեն ինչը։ Արհեստական խոչընդոտ են ստեղծվել եւ գանձումներ են կատարվում ջերմնատնային տնտեսությունների սարքելու հետ կապված, որը խոչընդոտ է տնտեսության զարգացման։ Բայց այդ ամբողջ հավաքագրված գումարները մի երկու մագապարտեզ մի քիչ ասֆալտ են անում, ասում են տեսեք արեցինք, բայց չեն ասում, որ 70%-ը գնում է իրենց բարեկեցության, աշխատավարձի բարձրացման, մյուս ծախսերի, միայն պետության
հաշվին տրամադրված գումարներին ավելացնում են տեղական բյուջեի 5%, 7%, 3% եւ ասում են արեցինք։ Ամեն տարի պետության պարտքը ավելանում է 1 միլիարդ եւ դրա սպասարկումը եւ իրենց աշխատավարձների բարձրացումը կոնկրետ Վաղարշապատ համայնքի վրա վերցնեմ մնում է Վաղարշապատ համայնքի բնակչի վրա, որը չի կարող Վաղարշապատի համայնքի բնակիչը դա չի տեսնում։ Հիմա դուք ինչ եք անելու։ Մենք այն ինչ ենք անելու։ Ասեմ ձեզ կոնկրետ մենք ինչ ենք անելու։ Մեր առաջարկները մի քանիսն են։ Առաջինը գյուղական շրջաններից, քանի որ ես գյուղի բնակիչ եմ, սկսեմ գյուղական շրջաններից։ Գյուղերում անհրաժեշտ են ամեն կերպ աջակցություն գյուղացուն, ռոռոկման ջրից սկսած մինչև կենտրոնացած համակարգով օգտագործելով տեղի համայնքի բնակիչների ներուժը, հատկապես դրսի ապրողների, ասեմ, մեր կապը կտրվել է, դրսի ներսի բնակչի կապը կտրվել է եւ գնում ենք պարկերով վերցնում։ Այսինքն այնպես պիտի անեք ներդրումներ կան Վաղարշապատ։ Ներդրումներ անեն եւ հատկապես այդ ներդրումների հարցը մենք շեշտադրումը դրել ենք այն համայնքի բնակիչները, որոնք արտերկրում ապրում են եւ մշտապես բարեգործություն են անում թե իրենց բարեկամների, թե համայնքի, թե մյուսի վրա, առաջարկելը ոչ թե բարեգործություն անել, այլ կոնկրետ, եթե համայնքապետարանը այ կապող միջոց հանդիսանա բնակչի արտադրողի եւ սպառողի, այսպես ասած, այդ բիզնեսի հետ, կարելի է մեծ ներդրումների շնորհիվ հենց իրենց համայնքի համար եւ իրենց գումարներ աշխատելու առումով այդ կապը ստեղծելով առանց պետությանը ծանրացնելու, տոկոսներ վերցնելու գումարներ ներդրվեն։ Հիմա դուք նշեցիք ֆինանսական աղբյուրները, որտեղից եք պատկերացնում։ Հիմա լսենք նաև պարոն Փարիսյանին, քանի որ ես կուզեի, եթե հնարավորություն լինի վերջացնել, եթե ժամանակը կների, դրա եւ առաջարկում ենք ստեղծել տրակտորային պարկից մինչև նոր տեխնոլոգիաների, բուժանյութերի, անաստաբուծական այդ բուժանյութերի եւ ամբողջ այդ ցիկլը, որպեսզի ապահովի ներդրող բիզնեսը եւ արտադրողը եւ վերջում մթերումը եւ արտահանման հարցը, ինչպես նաեւ ջերմոցների հետ կապված նայեք, երբ որ մեկը գործարար գալիս է դրսից, օտար միջոցներ բերում է կամ չգիտեմ, դրան լիք արտոնություններ ենք տալիս, մաքսային հարկերից եւ հարկայինի հարկերից ազատում ենք, բայց Վաղարշապատի այս խոշորացա համայնքի բնակիչը ստիպված է տանի գումար մուծի турքեր թղթեր պատրաստի, որպեսզի կարողանա իր տնամերձում կառուցի ջերմոց արտադրություն անի, դա արտահանի եւ արտարժույթ բերի Հայաստան։ Այ եթե այնտեղ անում ենք, այդ գործարարը այսպես թե հարուստ է, ունի այդ հնարավորությունը անում է, չեմ ասում չանենք, անենք, բայց կոնկրետ ինչ ենք ծանրաբեռնում գյուղում այն էլ աշխատատեղ չկա, մարդուն որ կարող է ջերմատեղային տնտեսություն ստեղծի, իր հետ էլ 1-2 հոգի աշխատացնի եւ ստեղծի աշխատատեղ, այն էլ որ իմանում ենք ծաղիկա, պոմիդորա, չգիտեմ, վարունգա արտադրելով արտարժույթ է բերում։ Մեծ պոտենցիալ ունի տուրիզմը, այդ խոշորացած համայնքը մեծ պոտենցիալ ունի։ Ներդրման հենց տեղի համայնքի դրսի բնակիչների շնորհիվ, չեմ ասում բարեգործության մասին խոսք չի գնում ընդհանրապես, այլ զուտ, եթե այդ ներդրումները կապվի տեղի հետ, այդ ամեն ինչը կարելի անել։ Բնակաշինարարության համար կարելի է նաև հատկացումներ կատարել գյուղական համայնքներում եւ արտոնյալ պայմաններում, որպեսզի բնակարաններ կառուցեն։ Վաղարշապատի բյուջեով դա հնարավոր է, թե նաև ներդրումներով եք դա պատկերացնում։ Ներդրումներով, տեսեք, կան ներդրողները, կան ձեր քաղաքական ուժը։ Այո, ներդրումներ ստեղծել, այսպես է, կապը ինչ է արվել իշխանության այս վերջին տարիների քաղաքականության շնորհիվ։ Կտրվել է դրսի այն անձինք, որ մշտապես գյուղերի հետ կապ են ունեցել, որոշակի աշխուժություն են մցրել այդ գյուղերում, նրանց կապը կտրել են։
իրենց սեփական բնակավայրերի։ Դուք կարողանալու եք դա կապել։ Իհարկե, դա Շատ լավ։ հավատը Լսենք նաև քաղաքապետի թեկնածուի, քանի որ ի վերջո այդ ծրագրերը եթե ընտրվի իր գլխավորությամբ են կատարվելու, քանի որ ծրագրերից շատ լավ, քանի որ ծրագրերից խոսեցինք, մեր ժամանակն էլ անվերջ չէ, ձեր շանսերն ինչպես է գնահատում այս ընտրություններում հաշվի առնելով նաև քաղաքացիների հետ այս քարոզարշավի ընթացքում շփումները։ Շանսերը գնահատում ենք բավականին բարձր, մենք գնում ենք հաղթանակի։ Իսկ ընթացքը եւ ավարտը, այսինքն ավարտը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կունենանք։ Ընտրություններից անմիջապես հետո բնականաբար արդյունքներից տեղյակ կլինենք։ Պարոն Փայցյան, քանի որ այս օրերին շատ է, չէ, խոսվում նաև որ հետընտրական համագործակցություններ եւ այլն, եթե որևէ քաղաքական ուժի չի հաջողվում ըստ էության 50 եւ պլյուս հավաքել, այնտեղ արդեն առաջանում է հետընտրական համագործակցության հարցը։ Դուք որ քաղաքական ուժերի հետ եք պատրաստ համագործակցել, որի հետ չեք համագործակցել կամ առհասարակ եթե հաղթահարեցիք շեմը կամ որևէ այսպես տոկոս ստացաք եւ հնարավորություն ունեցաք աջակցելու որևէ մեկին, ինչպես եք պատկերացնում այդ հետընտրական գործընթացները։ Բնականաբար համագործակցությունը կլինի բոլոր ընդդիմադիր ուժերի, բացառում ենք քաղաքացիական պայմանագրի եւ նրան հարող ուժերի հետ միացումը։ Քաղաքացիական պայմանագիրը վաղարշաբաթ համայնքում իշխանություն չի ձևավորելու։ Իսկ վստահություն ունեք։ Այո։ Թույլտակ։ Իհարկե։ Տեսեք, մենք լսեցինք նաև մեր ուժի նկատմամբ ինչ որ հայտարարություններ են եղել, դա երևի այն բանից է, որ ուժ են տեսնում, դրանով էլ վերաբերմունք են։ Դա քաղաքական ենթատեքստերը հասկանում են, որ այդ ուժին ձայն մի տվեք, միևնույնն է, իրենց նպատակներն ընդամենը 4-5% հավաքելն է, ոչ 4-5%-ի համար մենք մեր ժամանակը չէինք տրամադրի, նախ սկսենք այդտեղից, ուղղակիորեն արդեն իսկ կասկածի մեջ մտել են, որ չեն կարողանալու 50+1 հավաքել ոչ մի կերպ, անգամ իրենք, անգամ օգնելու շրջանակներում չեն կարողանալու։ Իշխող ուժը չի կարողանալու վաղարշաբաթ խոշորացված համայնքում ձևավորել իշխանություն, որովհետև իրենք էլ հակառակ վստահություն ունեն։ Դա այդ վստահությունը չկա, հավատացեք, որ չկա, ուղղակի այդպես հիմա փորձում են ներկայացնել, դա ներկայացվում է այն ֆոնի վրա, որ տեսեք, դա վերջին շարժն ասում եմ, քաղաքական քայլ է, որ տեսեք, միևնույնն է հաղթելու ենք, բայց ժողովուրդը համոզված է, որ միևնույնն է պարտվելու են եւ ոչ մի կերպ չեն կարողանալու իշխանամետ ուժերը ձևավորել իշխանություն։ Իսկ ընդդիմությունը ձևավորելը կարող է որոշակի տարբերություն ունենալ մոտեցումներին, քաղաքական ուժերին բան, բայց այն գլխավոր նպատակներից մեկը, որ վաղարշաբաթ համայնքում պետք է իշխանությունը, այսօրվա իշխանությունը իշխանություն չունենա, դա հաստատ է լինելու, դա հաստատ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Փայցյան, հարցս ձեզ է որպես քաղաքապետի թեկնածու, նոյեմբերի 16-ին վաղարշաբաթին ինչու պետք է գնա ընտրատեղամաս եւ ընտրի ձեր քվեաթերթիկը։ Շատ լավ հարց էր։ Մեր ծրագիրը եւ մեր նպատակները ոչ միայն քաղաքապետարանում պաշտոն զբաղեցնելն է, մենք ամեն ինչը ապացուցել ենք աշխատանքով, գործով եւ ժողովրդի հետ շփումների միջոցով, ինչու ընտրել հենց Ժառանգություն կուսակցությունը, որովհետեւ Ժառանգություն կուսակցությունը եւ մեր թիմը ունենք այնպիսի ամբասիր եւ մաքուր պատմություն, որ երբևէ ոչ մեկին խոստումներ օդի մեջ չենք տվել։ Այս խոստումները, որոնք մենք տալիս ենք վաղարշաբաթ համայնքի բնակիչների ապագայի համար։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Հեռանկարում Ժառանգություն կուսակցության վաղարշաբաթի քաղաքապետի թեկնածու Արկադի Փաթյանն էր եւ կուսակցության նախընտրական շտաբի պետ Գուրգեն Գրիգորյանը։